Նոր Խարբերդում բնակվող Երզնկյանների ավագ որդիները 6 և 8 տարեկան Արմանը և Արսենը բակային խաղերը մի կողմ թողած իրենց ուժերից վեր ծանրության տակ ճկռած գոյատևելու համար շիշ ու երկաթ էին հավաքում։ Ընտանիքին գոնե ցամաք հացով ապահովելու համար, բայց նրանց մասին պատմող տեսանյութից հետո չէինք հասցնում բարի մարդկանց հեռախոսազանգերին պատասխանել։ Նույնիսկ արտասահմանից էին նրանց հասցեն հարցնում։ Այս մեքենաների շարասյունը չնչին տոկոսն է օգնություն հասցնողների, շատերը չէին ցանկանում ներկայանալ։ Մինչև կհասնեինք Նոր Խարբերդ, Երզնկյանները շատ անսպասելի հյուրեր ունեին։ Իսկ ամենաուրախալին այն էր, որ գյուղապետ Կամո Կակոյանը և դպրոցի տնօրինությունը հաղորդումից հետո այցելել էին Երզնկյաններին և տղաներին ապահովել հագուստով և դպրոցական անհրաժեշտ պարագաներով, որ հաջորդ օրն արդեն դպրոց հաճախեն։ Տղաները մեզ հենց նոր հագուստներով էլ դիմավորեցին։ Նկարահանման հաջորդ օրվանից դպրոցի տնօրենի կազմակերպությամբ, դասարանի դասղեկի կազմակերպությամբ, դասարանի ծնողներով հավաքվել էին, այցելեցին մեզ, ամեն հարցով մեր կողքին կանգնած եղան։ Շատ շնորհակալություն եմ հայտնում բոլորից, գյուղապետարանից, շատ եմ շնորհակալ, հանձինս պարոն Կակոյանից։ Հատկապես ուրախալի էր այն հանգամանքը, որ ընտանիքի վիճակից ազդված առաջին արձագանքողներից էր սոցիալ-նախարար Արտեմ Ասատրյանը, որը մեծաքանակ սնունդ, հագուստ և առաջին անհրաժեշտության պարագաներ էր ուղարկել։ Արտեմ Ասատրյանը խնդրել է փոխանցել իր ողջույնները, իր վերաբերմունքը ձեր և ձեր ընտանիքի նկատմամբ, որ կլինի մշտական, և դուք արդեն գրանցված եք մեր շահառուների ցուցակում, կաշխատեք անընդհատ և ընդմիշտ օգնություն կազմակերպել այս սիրուն բալիկներին։ Մուլտերի աշխարհ մանկական սրճարանի ցանցը, որը միշտ մեր փոքրիկ հերոսների կողքին է, տղաների երազանքն իրականացնելու պատրաստակամություն հայտնեց և նրանց հեծանիվ նվիրեց, ցանկանալով, որ այն օգտագործեն ոչ թե գործի, այլ խաղի նպատակով։ Իսկ 6 ամսական Արմանին, որ անգամ քնելու տեղ չուներ, օրորոց, բայց մինչև մեր այցը հաղորդման հենց հաջորդ առավոտյան անանուն մի բարերար տղաների համար արդեն հեծանիվ էր տարել։ Իսկ Ջամբո էկզոտիկ այգու և ռեստորանի տնօրինությունը ոչ միայն նվեր էր բերել, այլև ընտանիքին հրավիրեց իրենց համալիր անմոռանալի օր անցկացնելու համար։ Մենք առաջնային բալիկների ցանկությունները փորձեցինք ի կատարածել։ Առաջնային հեծանիվ ենք ուզում սիրով նվիրել բալիկներին, տղաներին, իսկ ամենափոքրիկ 6 ամսական բալիկի համար մենք օրորոց ենք գնել, որպեսզի բալիկը հանգիստ քուն ունենա։ Շատ հուզվեցի ծանոթանալով ձեր ընտանիքի պատմությանը։ Ամերիկան Միացյալ Նահանգներից Լուսինե Հակոբյանը և Ջամբո էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը միացան։ Միջազգային ոստիկանական կորպորացիան իդեմս տնօրեն Կարեն Հայերյանի ընտանիքին մեծաքանակ սնունդ, հագուստ և տարատեսակ նվերներ էր բերել։ Օգնեցին նաև ֆինանսապես։ Տղաներին ես մաղթում եմ, որպեսզի ամենաառաջինը խելոք լինեն, լսեն իրենց մայրիկին, քանի որ կհեշտացնի մայրիկի աշխատանքը իրանց լսելով, քաջ լինեն, սովորեն դպրոցում լավ գերազանց, որպեսզի մեծանան, լավ մարդիկ դառնան։ Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչը գումար փոխանցեց, բայց ոչ թե տղաների մոր, այլ հենց տղաներին, որպեսզի այլևս չաշխատեն և դասերով զբաղվեն։ Գումարը ցանկանում եմ նվիրել երեխաներին, ձեր անունը կասեք, ձեր անունները։ Արսեն, Արման, Արման, քոնը Հարութիկ։ Տալիս եմ Արսեն, Արման եղբայրներին, սրանով կգնեք ձեզ խաղալիքներ ու էլ ստիպված չեք լինի շիշ հավաքել։ PC Electronics խանութների ցանցի տնօրինությունը ընտանիքին սառնարան նվիրեց։ Աշխատակազմը հոգացել էր նաև սննդամթերքի մասին, որ սառնարանը հենց տեղում լցնեն։ Բացի այդ նվիրեց անկողնային դպրոցական պարագաներ և հագուստ։ Երբեք չհուսահատվեք, որ ձեր զավակներին կարողանաք հասցնեք իրանց նպատակին, մեծացնեք։ Այս սառնարանը թող միշտ նա լիքը լինի մթերքներով, երբեք չպակասի։ Վեգա խանութների ցանցը, որը մեր հաղորդման շրջանակում շատ ընտանիքների է երջանկացրել, գումարից բացի նաև լվացքի մեքենա նվիրեց։ Հասմիկի երախտագիտությունն անխոս էր, պարզապես արտասվում էր։ Շնորհակալությունս եմ հայտնում Վեգա խանութների ցանցին։ Քոլեջը մի մեքենա սնունդ, հագուստ և նվերներ էր բերել։ Ներկայացնում ենք Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը։ Ցանկանում ենք, որ աշխարհում քաղցած երեխաներ չլինեն, այդ հոգսը թող մնա մեզ մեծերիս, իրենք թող գնան դպրոց, հաճախեն, լավ մարդ դառնան։ Բարի Սամարացի ընկերությունը ընտանիքին մեծ քանակությամբ սննդամթերք էր բերել և գազօջախ։ Ավելին, տեսնելով, որ օգնությունները շատ են, կարիքավոր հարևաններին էլ բաժին հանեց։ Իսկ Արմենո գրուպը մեզանից առաջ էր սննդամթերք տարել։ Աստված մեր երկրում
կյանքում սենց ընտանիքներ չլինեն, որ կարիք չունեն ինչ-որ մեկին օգնել, եւ այս երեխաներն մեծանան, դառնան լավ մարդիկ, մեր ազգին պիտանի մարդիկ։ Ֆրանսիայի Մարսել քաղաքից փոքրիկներ Էլեն, Ալեքս եւ Մանուկ Աշուղ Աթոյանները ծնողներին խնդրել էին, որ այս երեխաների վառելափայտի հարցը լուծեն։ Նրանք էլ գումար են ուղարկել եւ հարազատների միջոցով վառելափայտ տեղ հասցրել։ Շատ շնորհակալ եմ, որ փեդը բերեցիք։ Ես էլ փեդ չեմ ավակի, դրա տեղը դասի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Վահագն Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց գումար ուղարկել, որ լուծեն ամենամսյա սննդամթերքի հարցը։ Մանկական սննդի ընկերություններից մեկը փոքրիկ Արմանին կապահովի սննդով, Ղևոնդը նորից գումար փոխանցեց Արայիկը սննդամթերք։ Ինչ ասեմ, թող մեծանան, մեր նման տղեկ դառնան, նայեն անապահով ընտանիքներին ու իրանք արդեն օգնող լինեն։ Ես հիմա կրկնակի հուզվեցի, որպես մեծ ուզում եմ իմ կարծիքը ասել։ Ես այնքան հպարտ եմ մեր ազգի վերաբերմունքի համար, որ այսքան մարդիկ իրենց ձեռքը մեկնեցին ընտանիքին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորից։ Ամբողջ ես ով նեղ պահիս իմ կողքին ա եղել, շատ գոհ եմ բոլորից։ Անուններով հաթաթ չեմ կարում հիշեմ ասեմ։ Ինչպես ասում են ամենակարևորը եւ ամենաուրախալին վերջում։ Regal Plast ընկերությունը երզնկյանների տնակը նորոգելու եւ տանիքը փոխելու պատրաստակամություն հայտնեց։ Մեզ հետ տեղ հասցնելով անհրաժեշտ պարագաները, բայց պարզվեց, որ դրանք օգտագործվելու են նոր տան համար, քանի որ երզնկյանները որոշել են հավաքված գումարով տնակի տեղում տուն կառուցել։ Իդեպ, մի ընտանիք էլ պատրաստ էր նրանց համար քաղաքում տուն վարձակալել, բայց իմանալով տուն կառուցելու ցանկության մասին, որոշեց միայն գումար հատկացնել։ Չէի սպասում, ոնց որ իմ համար երազ լիներ։ Գումարը նախատեսել եմ քար առնեմ, ցեմենտ առնեմ, դոմիկի հետևը տուն կառուցեմ, փոքրիկներիս հավաքեմ իրար վրա, գոնե քարից տան մեջ ապրեն, այս քանի տարին որ դոմիկի մեջ են ապրել, գոնե մի քիչ երեխեքիս կյանքը ապահովեմ։ Պարզվում է Արմանն ու Արսենը վաղուց են երազել բումբումիկի հերոսների հետ ծանոթանալու, ընկերանալու եւ գեղեցիկ օր անցկացնելու մասին։ Նրանց այդ երազանքն էլ իրականացավ։ Կյանքում թերևս ամենաթանկը մանկության տարիներն են, որոնք հետ չեն բերվում, բացառությամբ այս դեպքի։ Այս տղաներն ի սկզբանե զրկված էին մանկությունից։ Կյանքից բաժին հասած փորձությունները նրանց ծերացրել էր ծնվելու պահից, բայց մեր բարերարներն արեցին անհնարինը։ Նրանց հաջողվեց հետ տալ ժամանակը ու այս տղաներին մանկություն նվիրել։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։